партийный, комсомольский работник, բայց ես իրան միշտ էլ վստահել եմ, ինքն էլ ինձ է վստահել։ Առաջին ընտանիքն է։ Ես չեմ պատկերացնում ինձ առանց իմ կոլեկտիվի։ Գիտեք, ես շատ մտահոգված եմ, որ այսօր չկա կադրերի պատրաստում։ Կարողանում եմ ներել, հիշում եմ, բայց ներում եմ։ Լյուդմիլա Բարսեղյան, ձեր ծննդյան թիվն ու օրը ոչ միտեղ չեմ գտել, ավելի ճիշտ գրված չէ, ինչու թաքցնում եք տարիքը։ Ոչ, չեմ թաքցնում, բայց դա իմ անձնական ոնց որ ասած տարածքա չեմ ուզում մտնեն, ես էլ չեմ սիրում ուրիշից հարցնել։ Տարիքը։ Ոչ տարիքը, ոչ ընդհանրապես։ Օրը ծննդյան նույնիսկ։ Այո։ Ու իմ, այո, հուլիսի 21։ Այդ մեկը չեք թաքցնում։ Չեմ թաքցնում, բոլորը գիտեն։ Իսկ սիրում եք ձեր ծննդյան օրը, թե մտածում եք, որ ամեն անգամ մեծանալը տխրեցնում է։ Չէ, ես սիրում եմ իմ ծննդյան օրը, միշտ առավոտյանից, առավոտը, ոնց ասեմ, ժամի 7-ից մինչև երեկոյան ժամը 12-ը միշտ շնորհավորություն ստանում, զանգում են, շնորհավորում են, սիրում եմ, այո։ Ձեր մանկությունն անցել է Ստեփանակերտի կենտրոնում։ Այո։ Բանվորական այս թաղամասում։ Այո, ծնվել եմ բանվոր։ Այդպես էլ նախկինում կոչվում էր։ Չէինք ասում բանվորական թաղամաս, բանվորական թաղ։ Թաղ ենք ասում։ Այստեղ եմ ծնվել, հենա, մեր տունը։ Այստեղ մեծացել, այստեղ հասունացել։ Ձեր սերնդակիցները միշտ պատմում են, որ շատ հետաքրքիր մանկություն են ունեցել եւ շատ հետաքրքիր հիշողություններ ունեն։ Շատ ճիշտ են ասում, ես չեմ կարող համեմատեմ մեր մանկությունը եւ այսօրվա մեր երեխաների, մեր թորների, իմ թորներիս մանկությունը չեմ կարող համեմատեմ, որովհետեւ շատ հետաքրքիր էր մեր մանկությունը։ Խաղում ենք, երգում ենք, պարում ենք, ասմունքում ենք, գրքեր ենք շատ սիրում կարդալ, մեկը մեկից խլում էր գիրքը, գալիս ենք, պատմում ենք ինչի մասին էր։ Շատ հետաքրքիր էր։ Մեր բանվորական թաղամասում լագեր կար, պիոներական ճամփար, միշտ մենք ենք կազմակերպում, գնում ենք գետում լողանում ենք, մուշ ենք խաղում, բերում ենք մեր մայրիկները հենց դրսում Բաքում մուրաբա էին եփում։ Ուզում եմ ասել շատ հետաքրքիր էր։ Լավ բարբազա կրասնի գալստուկ, չգիտեմ բասկետբոլ ենք խաղում, վոլեյբոլ ենք խաղում, ձմեռը մինչև գիշերվա 12-ը տղա աղջիկ ընդհանրապես բոլորը միասին խաղում ենք դրսում եւ չեմ հիշում որ մեր մայրիկներից մեկը ինչ որ ասեր եկեք դաս օրեք կամ ինչ մենք կազմակերպում ենք մեր օրը այնպես որ հենց դաս եւ խաղում ենք եւ դաս ենք սովորում եւ հաճախում ենք տարբեր խմբակներ շատ հետաքրքիր էր մեր մանկությունը ես կուզենայի որ այսօրվա երեխաներն էլ այդպես մանկություն ունենան բայց ցավոք սրտի չեն կարա դպրոցական տարիներից եք աչքի ընկել եռանդով ակտիվությամբ երևի դրա համար են ձեզ միշտ վստահում կազմակերպչական ու պատասխանատու աշխատանք։ Ես ասեմ որ բարձենում եմ որ երրորդ դպրոցն եմ ավարտել, այստեղ գտնվում մեր երրորդ դպրոցը քաղաքի կենտրոնում մեր տան մոտ էր հենց շատ հետաքրքիր էր մեր Արորյան դպրոցում, ասեմ որ շատ ուժեղ մասնագետներ կար մեր դպրոցում, լավ էին դասավանդում, լրացուցիչ ոչ մի երեխա չէր պարապում եւ մեր դասատուները գիտեք ոնց էին։ Իրենք եթե տեսնում էին, եթե լավ չեն յուրացրել դասը, անպայման թողնում էին դասերից հետո մեզ հետ պարապում էին, առանց ոչ մի վճարի, առանց ոչ մի բանի եւ չէին թողնում տուն գնանք մինչեւ չհասկանանք։ Այդպես էր, հետաքրքիր էր եւ ճիշտ ասած ես էլ մի քիչ ակտիվ պիոներական կյանք թե հոկտեմբերիկ եմ եղել, ակտիվ եմ եղել պիոներ ժամանակ եմ ակտիվ եղել կոմսոմոլ դպրոցում, ինստիտուտում մեր դպրոցի տնօրենը ես ուզում եմ ասել որ Քրիստոֆոր Պետրոսյանը շատ հետաքրքիր ազնվորություն էր։ Գիտեք իրեն հետաքրքրում էր յուրաքանչյուր իրեն աշակերտի կյանքը
Եթե ինչ-որ մի մրցույթ ենք գնում օլիմպիադական միշտ ասում էր առաջի տեղը մեր դպրոցը երրորդ, երկրորդը մերը, երրորդը մերը։ Միշտ այդպես էր մեզ ուղարկում եւ շատ մեծ աշխատանքային մեզ տվել էինք, գիտեք ինչ դաստիարակություն, որ մենք ինքներս աշխատանք սիրենք։ Այդպես էր դաստիարակում մեզ, որ դուք պետք է եւ ֆիզիկական, եւ մտավորական այդպես մեծանաք եւ յուրաքանչյուրի ոնց որ ասած առօրյան իրան հետաքրքրում էր։ Շատ ուժեղ դասատուներ ունեինք մեզ, ունեինք մի հատ Մարգարիտա Իսրայելովնա Տեր-Կարապետյան, որը այնպես էր դասը պատմում, կապ չունի ինչ պոետի մասին, ինչ ստեղծագործություն էր, այնպես էր հետաքրքիր ինքը դասավանդում, որ մենք սպասում էինք, երբ դասը կվերջանա, որ վազենք անպայման բիբլիոթեկա։ Գնում էինք, վերցնում էինք գիրքը, իրար էինք փոխանցում, այնուհետև անպայման քննարկում էինք։ Ումա դուր եկել։ Ստուգում էր։ Ինքը չէ, այնպես են իրենք մեր մեջ այդ բանը դրել, որ մենք ինքներիս էինք ուզում քննարկել։ Այստեղ էլ բանվորական թաղամասում որ ասում եմ, մենք Եսենինը սովորում ենք, այնուհետև այստեղ ծառեր կային, էլի ծառի տակ գնում ենք, նստում ենք, արտասանում ենք, մեկը որ մի քիչ լավ չէր, իրար ուղում էինք, ոչ մեկը չէր ասում, ինչի դու ինձ ուղեցիր, բան տեց, ուզում եմ ասեմ, մինչև հիմա էլ շատ մտերիմ հարաբերություններ, թե դասարանի երեխաների դպրոցի, թե մեր թաղամասի։ Մենք մեր թաղամասը ասում ենք ԲՏ, բանվորական թաղ, ԲՏ, այո։ Դպրոցական Լյուդմիլան շատ երկրպագուներ ուներ։ Նրանց թվում էր նաև ձեր ամուսինը։ Մեր դպրոցից չէր։ Ինչով գրավեց ձեր սիրտը, ինչով առանձնացավ, ինչու հենց նրան ընտրեցիք կյանքի ընկեր։ Գիտեք, շատ ինտելիգենտ էր։ Ընդհանրապես ես մարդու մեջ գնահատում եմ գիտելիքները եւ դրվածքը, էտիկետի պահպանումը, իր մոտ ամեն ինչը կար։ Եվ այստեղ ենք մենք ծանոթացել, էլի մեր։ Հենց այստեղ։ Այստեղ չէ, մենք ընդհանրապես դասարանով միշտ գնում ենք, ասում ենք չիտալնի զալ, չիտալկա, հա? Գնում ենք, այո։ Գնում ենք, այնտեղ ենք մեր դասերը, ոնց որ ասած, լրացուցիչ դասերը այնտեղ ենք սովորում եւ հենց չիտալկայում էլ ծանոթացաք։ Ոչ թե ծանոթացանք, դուրս եկա դրսում սպասում էր ինձ, ծանոթացանք եւ այդպես էլ երևի ստացվեց։ Մինչև հիմա էլ իրար հետ հարաբերությունները շատ ջերմ, իրար վստահում ենք։ Եվ շատ պայքարեց իր նպատակին հասնելու համար։ Այո, մի քիչ պայքարեց, բայց այն չէր էլի, որ ես էլ չէի ուզում, որտեվ ինքը իրենց սերնդի մեջ նենց առանձնանում էր։ Հա, շատ մինչև հիմա էլ որ ասում են քաղաքում մի 2-3 ինտելիգենտ կա, ես մեկը իրան եմ համարում, իրան կարող է նենց նվերը նենց մատուցի, նենց նոր վերջի մարտի 8-ը դրսում գնաց հարեց բերավ մատանի։ Ուզում եմ ասեմ տենց Մինչև հիմա էլ անակնկալներ է անում եւ մինչև հիմա այդպես է։ Այո, այո, այո։ Ընդունվել եք Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, հետո սովորել Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտում։ Պոլիտեխնիկը ձեր սրտով չէր։ Չէ, ոչ թե սրտով չէր, այլ այնպես ստացվեց, որ մի քիչ շուտ ամուսնացա։ Սովորելու հա, հեռակա բաժին տեղափոխվեցի, այնուհետև երեխան ծնվեց, մեր առաջնակ հետո տենց ստացվեց, որ հիշեցի իմ ոնց որ ասած մանկական տարիները, բան, իմ մոտ մանկավարժի ոնց ասեմ, այդ ընդունակությունները կար։ Տենց էլ կիսատ թողած երազանք էր, թե չէ, ես չեմ հաշվում, որ պոլիտեխնիկը ինձ համար չգիտեմ ինչ երազանք էր, բայց այնուհետև որ մանկավարժություն եմ ասում, որ հետո որոշեցիք։ Չէ, ես ասեմ, մեր դպրոցում այնպես էին դասավանդում, որ ավարտել ենք դպրոցը եւ մեզ համար մեկ էր, թե մաթեմատիկա, թե ֆիզիկա, թե ռուսանց լեզու, որտեղ էլ գնանք, շատ ուժեղ էլ դասարաններ, գիտենք, որ պետք է ընդունվենք։
Ձեր ամուսինն էլ է սովորել պոլիտեխնիկական ինստիտուտում, գուցե դա է։ Այո, այս ժամանակ ինքը հերակա սովորում էր արդեն, որ մենք ծանոթացանք, եւ այդպես ստացվեց, որ ես էլ գնացի պոլիտեխնիկա։ Նրա խորհրդով։ Երևի հա։ Նրա խորհրդով գնացի պոլիտեխնիկա, հետո կիսա բարձրագույն կիսա թողեցի ու գնացի աշխատանքի 5-րդ դպրոցը որպես ավագ ջոկատավար։ Ու տեսա, որ դա իմն է։ Ընդունվեցի այստեղ, ասեցի ոչինչ։ Հա, не оконченное высшее образование ничего не помешает։ Ընդունվեցի մեր պետական ինստիտուտերին ժամանակ, մանկավարժական, ավարտեցի, այնուհետև սկսվեց իմ մանկավարժական աշխատանքս։ Այո, կարիերա։ Ամուսնանալուց հետո աշխատանքի բերումով շատ էիք շրջագայում։ Ընտանիքը չէր տուժում։ Չէ, գիտեք, ասեմ, որ իրոք շատ եմ, կարելի ասել մեր 15 պետություններից պետություն չկա, որ գնացած չլինեի, որպես ավագ ջոկատավար, այնուհետև պիոներների տան տնօրեն, շատ էի դուրսում լինում, բայց իմ կիսուր մայրիկս, ամուսնու մայրը, ասեմ, որ իրան ծնողները ինձ լավ էին ընդունում, կիսրարս ընդհանրապես միշտ ասում էր, եթե իրեն այդպես գործ են հանձնարարում, ուրեմն ինքը պետք է անի։ Եվ ոչ մի պրոբլեմ չի լինում։ Ես հանգիստ գնում էի, հետո հետ գալիս, երեխաներս կիսուրս շատ լավ պահում էր, ամեն ինչը նորմալ էր։ Ամուսինս էլ, ասեմ, ոչ ինքն է ինձ կյանքում խանդել, ոչ էլ ես իրան։ Երբևէ։ Կարող էր, օրինակ գնացել ենք ես երկու անգամ վստահություններ, այո, երկու անգամ ես ընտրվել եմ պատգամավոր կոմերցիական համագումար, այո։ Տղամարդիկ էին, մենակ ես մեկ անգամ։ Եվ ոչ մի բան, աբսոլյուտն։ Ինքը ինձ վստահում էր, ես էլ եմ սաղ կյանքս, ինքն էլ է партийный, комсомольский работник, բայց ես իրան միշտ էլ վստահել եմ, ինքն էլ ինձ է վստահել։ Տիկին Լյուդմիլա, որ համարձակ կին եք բոլորն են ասում, բայց ձեր համարձակությունը տեղի է տալիս ամուսնու այս կամ այն հարցում անհամաձայնությանը։ Ոչ։ Միշտ ճիշտ է, մենք մի քիչ տարբեր ենք բնավորությամբ, ոնց ասում են ֆիզիկայում պլյուս-մինուս, իրար հասկանում ենք։ Չի եղել այնպիսի հարց, որ ինքը համաձայն չլինի։ Չգիտեմ, մատուցելու ձևսերուր է ուրիշ, թե համոզել։ Նաև ձեր մասին ասում են, որ գիտեք, մարդկային հարաբերությունների կարգավորման այդ բանալին դուք շատ լավ գիտեք։ Թե դա տարիների ընթացքում է։ Չէ, մանկուց հենց ես կարողացել եմ, այսինքն եթե մեր բանվորական թաղամասում տեսել եմ մեկ երեխայի հետ ինչ որ չի ստացվում, ես հա այդ ունակությունը ունեմ, այնպես եմ արել, որ իրանք բարիշեն և համերաշխություն լինի, սիրում եմ, որ բոլորը իրար հետ լավ հարաբերությունների մեջ է լինում։ Այսինքն ձեր շնորհիվ է, որ ընտանիքում այդ անհամաձայնությունը չի եղել։ Ոչ միայն իմ շնորհիվ, ինքը շատ զուսպ տղամարդ է և շատ հասկացող, ինքը եթե ես աշխատում եմ այստեղ և պետք է անեմ այն, ինչ պետք է անեմ, ինքը հասկանում է, ինքը գիտի, որ ես շատ նվիրված եմ, թե ընտանիքիս, թե իմ աշխատանքիս, սիրում եմ աշխատանքս, սիրում եմ աշխատել, աշխատասեր եմ, ասեմ, և ինքը գիտի դրա մասին և ինքը երբևէ ինչ չի խանգարել, երբևէ, չեմ հիշում տենց ինչ որ մի բան, որ ինքը ասեր, կամ չես գնալու, կամ էդ ինչ ես անում, տենց չկար։ Հաճախ եք սիրում կրկնել, որ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ձեր 4-րդ երեխան է։ Ոչ թե… Իսկ մյուս բոլոր երեխաները չեն խանդում։ Ոչ թե հաճախ կրկնում եմ, այլ ուղղակի մեր կենտրոնի 25-ամյակի կապակցությամբ մեր տոնական միջոցառման ժամանակ այդպես ես ասել եմ բեմից, իմ երեխաներս ներկային և ասեցին, չեն խանդում, ուղղակի ասեցին, որ մամա մի քիչ ճիշտ ասա, էլի, քո առաջի երեխան է, տենց են ասում, բայց չեն խանդում, իրենք հետաքրքրվում են,
ինչ ենք նախատեսում, ոնց անցավ, միշտ ուղարկում եմ ես իրենց մեր աշխատանքի արդյունքների տեսանյութերը, բան միշտ ուղարկում եմ, չեն խանդում, ոչ։ Իսկ առաջին են ասել, որովհետև մինչև նրանց ծնվելն էիք դուք արդեն կապված կենտրոնի հետ։ Դե, այն ժամանակ կենտրոն չէր, այն ժամանակ ես սկսել եմ Պիոներ ջոկատավար, այո, 93 թվականին, տուն, այնուհետև 93 թվականին արդեն ինձ նշանակեցին պիոներների, պատանի տեխնիկների և բնասերների կայանների հիման վրա ստեղծվել է Ստեփանակերտի մանկական ստեղծագործական տուն, այնուհետև 96 թվականին արդեն վերանվանել են Ստեփանակերտի մանկապատենական ստեղծագործական կենտրոն։ Եվ ստեղծման օրվանից դուք եք կենտրոնի տնօրենը։ Այո։ Հաջողություններն ու ձեռքբերումները այնքան շատ են, որ թվարկել չենք կարող, կամ մի եթերաժամն էլ չի հերիքի։ Չի հերիքի, որտև մեր կենտրոնը 93 թվականին ստեղծվել է պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում, մինչ այսօր ես զարմանում եմ, թե ոնց են ծնողները ուղարկել այդ պատերազմի ժամանակ երեխաներին մեր այն ժամանակ մանկական ստեղծագործական տունը։ Շատ պատմություններ կա կապված, հենց 93 թվականից մինչև 2010 թվականը պայքարի մեջ էինք, 7 անգամ տեղից տեղ ենք տեղափոխվել, մեկ անգամ 99 թվականին փակման եզրին էինք, հաղթահարեցինք։ Ձեր շնորհիվ կարողացաք կրկին։ Այո, 99 թվականին և դարձրին մեզ փակ բաժնետիրական ընկերություն, այսինքն բոլոր խմբակները դարձրին վճարովի, մի անգամից կենտրոնը փակվեց։ Իսկ ինչպես է ձեզ հաջողվել ստեղծել շատ-շատերի գնահատման պրոֆեսիոնալ կոլեկտիվ, ձևավորել նման համերաշխ մթնոլորտ։ Ընդհանրապես ես գնահատում եմ լավ մասնագետի որակը, ցանկանում եմ, որ այստեղ ընդունվեն աշխատանքի միայն այն մարդիկ, ովքեր ոչ միայն լավ մասնագետ են, այլ որպես մարդ լավ տեսակը, ու շատ եմ կարևորում երեխաների հետ աշխատանքը։ Կարող է մասնագետ լինի, որ շատ լավ մասնագետ է, բայց երեխայի չի կարող աշխատի, այդպես է լինում։ Իսկ ձեր ձեռքբերումներն ավելի շատ ընտանեկան են, թե գործնական։ Ընդհանրապես ես առաջինը, եթե ասեք որն է առաջինը, որն է երկրորդը, կասեմ առաջինը ընտանիքն է։ Եթե ընտանիքում համերաշխություն չլինի, եթե փոխհարաբերությունը ընտանիքում լավ չլինի, ոչ մեկը չի կարող ասի, որ աշխատանքում ինքը կարող այնպես աշխատի, ինչպես ուզում է։ Դրա համար ես գնահատում եմ, որ այդպիսի ընտանիք ունեմ, որտեղ համերաշխություն կա, եւ դա ինձ օգնում է լավ տրամադրությամբ կամ աշխատանքի եւ աշխատել այնպես, ինչպես ստացվում է։ Այսպես ասած, երկուսում էլ հաջողել եք։ Դե կարելի ասել այո, այո, կարելի ասել այո։ Ես չեմ կարող գնահատական տամ մեր աշխատանքի, մի քիչ ճիշտ չի, բայց ես հաշվում եմ, որ ապագա մասնագիտության հիմքերը որ տալիս ենք, դա արդեն մեծ հաջողություն է, կերտում ենք մեր ապագան եւ շատ-շատերը այն մասնագիտությունը, ինչով զբաղվում են կենտրոնում, դառնում է իրենց ապագա մասնագիտությունը։ 2005 թվականին, երբ որոշեցիք քաղաքականությամբ զբաղվել, շատերը զարմացան, մտածում էին, որ առանց կենտրոնի չեք կարող։ Այնպես ստացվեց, որ կարողացաք համատեղել։ Ոչ մի ոլորտ չտուժեց։ Չեմ կարող ասել, որ տուժեց, որտեվ ազգային ժողովը ոչ պրոֆեսիոնալ ազգային ժողով էր, այսինքն մենք կարող ենք լինել եւ падգամավոր, եւ աշխատել ինչ-որ միտեղ։ Եվ ես կարողացել եմ համատեղել
եւ ազգային ժողովի աշխատանքը եւ կենտրոնի կարծում եմ ոչ մեկը չի դուզել ոչ մի։ Իսկ եթե դրանցից մեկն ընտրելու լինեիք, որը դժվար հարց կգերադասեիք։ եք տալիս, շատ դժվար հարց եք տալիս, որտեվ ես չեմ պատկերացնում ինձ առանց իմ կոլեկտիվի, ասեմ որ շատ համերաշխ կոլեկտիվ է, եթե ինչ որ մեկը մեկի հետ զգում եմ էլի, ինչ որ բաժնեվարիչի հետ նկատողություն անում չէ, լրիվ կարողանում եմ հարթացնել հարցը, բարիշացնել ոնց որ ասում են եւ հաշվում եմ որպես իմ երկրորդ ընտանիքս, որտեվ ուրիշ ձև չես կարա ղեկավարես մի կոլեկտիվ, եթե իմանաս որ մեջ ինչ որ ընտանիքում ոնց է, եթե մի քիչ իրար հետ լավ չի լինում, արդեն համերաշխություն չի լինում, աշխատանքը լավ չի լինում։ Այստեղ էլ եթե այդպես լինի, աշխատանքը չի գնա։ Այստեղ գիտեք իրար չեն նախանձում։ Հենց 93 թվականից, երբ մեր մոտ աշխատում էին Ելենա Սերգեևնան եւ Ռոբերտ Միրզովիչը, ես միշտ հիշում եմ, որ Ռոբերտ Միրզովիչը հայկական պարեր էր լավ դնում, Ելենա Սերգеевна միշտ գալիս էր ասում էր «У тебя руки мужские, отойди, я сейчас сделаю тебе хорошие руки». Եվ այն ժամանակվանից մինչև այսօր իրար օգնելով, չեն ասում, թող իմս ավելի լավ լինի, որ իմ պարս ընտրեն, այսինքն համերգային ծրագրի համար բան, այդպիսի բան չկա։ Իսկ ինչի կարողացավ հասնել վաստակաշատ մանկավարժը քաղաքականությունում։ 3 անգամ ընտրվել եմ Արցախի հանրապետության ազգային ժողովի падգամավոր եւ բարձրացրել շատ կարեւոր հարցեր։ Հարցեր կա, որ լուծվել են, հարցեր կա, որ մինչ այսօր դեռ չեն լուծվել, այսինքն ինձ միշտ մտահոգում էր 3-րդ դպրոցի կարգավիճակը, մինչ այսօր չեն ասում ռուսական դպրոց է, թե հայկական դպրոց, միշտ բարձրացրել եմ, չի լուծվել այդ հարցը, միշտ բարձրացրել եմ մեր կրթության, քաղաքային կրթության բաժնի մեթոդ կաբինետի վերականգնման հարցը, որտեղ ես նախկինում երբ աշխատել եմ կրթության բաժնում որպես տեսուչ, այն ժամանակ շատ մեծ եմ գնահատել մեր մեթոդ կաբինետի աշխատանքը, դպրոցներում իրենք գիտեին որ արկայից ինչ վիճակ է, մինչև հիմա այդ հարցն էլ չի լուծվել, բայց շատ հարցեր կա կապված ժողովրդի ապրելաձևին, ճանապարհների եւ այլն շատ Խոսքով երբևէ չեք ափսոսել այդ քայլի համար։ Չէ, չեմ ափսոսել եւ 2019 թվականին սեպտեմբերի 27-ին ինձ համար մի քիչ ոնց ասեմ լավ օր էր մնաց իմ կյանքի պատմության մեջ, որտեղ այդ օրը անցավ իմ կողմից ներկայացրած Լեռնային Ղարաբաղի պետական կոչումների մասին օրենքում փոփոխություն մտցնելու հարցում այդ օրենքը ստացավ, այդ նախագիծը ստացավ օրենքի ուժ եւ ըստ որի պատվավոր կոչում ունեցող անձիկ ստանում են ամենամսյա պատվովճար, որը օգնում է իրենց միայն թոշակառու պատվավոր կոչում ունեցող թոշակառուներ պետք է, բայց փառք Աստծո, որ մենք որ ընդունել ենք այն ժամանակ այդ օրենքը միայն այն թոշակառու վաստակավորները, ովքեր չեն աշխատում, այսօր լրացրել են, շնորհակալություն մեր գոլեգաներին, լրացրել են եւ ստանում են բոլորը։ Դուք պարտվել չեք սիրում։ Իհարկե ոչ մեկը չի սիրում, բայց եւ միշտ չէ որ ստացվում է հաջողության հասնել։ Ոչ թե չեմ սիրում, այլ Ինչպես եք հաղթահարում ձախողումը։ Դե ոնց ասեմ։ Մեկ անգամ 99 թվականին փակման եզրին էինք։ Ես կոչ արեցի իմ ընկերներիս, ասեցի ով ինձ հետ առանց աշխատավարձի պատրաստ է աշխատել, մնացել է մի քանի հոգի եւ թողել ենք միայն այն երեխաներին, ովքեր այսինքն ծնողազուրկ երեխաներին, մեր զոհված ազատամարտիկների երեխաներին եւ երգչախումբը, որը 98 թվականին հաղթող է ճանաչվել Հայաստանում, ափսոս էր ուղղակի իրենց բաց թողնել։ Վճարովի խմբակ ով կգար այն ժամանակ 98 թվականը։ Եվ հաղթահարեցինք։ Ես ասեցի, որ անպայման կվերականգնեն։ Մեկից սալարկա եմ ուզել, մեկին խնդրել եմ, ասել եմ մեր էլեկտրոնության գումարը դուք կտակ։ Տենց մի կերպ, այնուհետև որ փոխվեց վլաստը, ոնց որ ասում են, իրան տեղի հաղթահարեցինք այդ դժվարությունը, այնուհետև ուզեցին մեզ 7 անգամ տեղից տեղափոխվել։ Մինչև 2009 թվականին արդեն որոշում կայացրեցին այս շենքը, այս շքեղ պալատը ոնց որ ասում են հեքիաթային պալատ եմ ես անվանում
Այս շենքը նվիրեցին երեխաներին, անվճար հիմունքներով տվեցին երեխաներին, որ երեխաները այստեղ կստանան ապագա մասնագիտության հիմքերը անվճար հիմունքով։ Կարելի է ասել աշխարհում միակ կենտրոնն է։ Այո, շատ եմ պայքարել։ Ձեր որոշումներից էլ հետ քայլ անել չեք սիրում։ Գտնում եք, որ միշտ ճիշտ եք, իսկապես միշտ ճիշտ եք, եւ չեք սխալվել։ Ես տես չեմ կարող ասել, որտեվ ես չեմ սիրում միանակ որոշում ընդունելը։ Ճիշտ է, ինչ որ մի միջոցառում, ինչ որ մի բան որ նախատեսում ենք, ես իմ որոշումս կայացնում եմ, բայց այնուհետև խորհրդակցություն եմ հրավիրում եւ մեր խորհրդի անդամներին եւ մեր բաժնի վարիչներին, գործնական տնօրեն, աշխատողներին հավաքում ենք եւ հարցը բարձրացնում եմ, եթե կա ավելի լավ առաջարկ, շատ հեշտ համաձայնվում եմ փոխել որոշումս։ Աշխատանքում ես կարծում եմ դա շատ օգնում է։ Որտեվ չի կարող պատահել, որ ամեն ինչը ես լավ իմանամ։ Մասնագետ է, ինքը գիտի սկիզբը ոնց պետք է լինի։ Ճիշտ է, մի քիչ հասկանում եմ, բայց մեկ է, ես սիրում եմ մասնագետի կարծիքը անպայման։ Լյուդմիլա Բարսեղյանը կնոջ ուժեղ տեսակ է, այդպես են ասում։ Մի անգամ ասել եք, որ դուք երբեք չեք արտասվում։ Ոչ։ Ասում են, ուժեղ կանայք իրենց վիշտը թաքցնում են զրահի ետևում։ Բայց չէ որ շատ հաճախ մերձավորի հետ կիսվելը փոքր-ինչ մեղմում է ցավը։ Ցավոտ հարց է, իրոք ես իմ արտասունքս չեմ սիրում, որ մեկ ուրիշը տեսնի, ընդհանրապես իմ անձնական տարածքս ես ինձ համար եմ պահում, ես չեմ սիրում իրոք, բայց լինում եմ մեկ-մեկ այս պատերազմից հետո, որ կորցրեցինք մեր Կարեն Բարիսովիչ, մեր Նարեկին, ես մեր աշխատողները զարմացել են, որ տեսել են ոնց եմ լացում։ Բայց ընդհանրապես կարողանում եմ տեսան, առաջի անգամ տեսան, զարմացան, բայց ես կարողանում եմ։ Դες թույլ զգացիք այդ պահին։ Չէ, ես ոնց ասեմ, թույլ չեմ զգացել, ես մի քիչ եմ ցույց տվել, ինչ զգացել եմ, մի քիչ, ուղղակի չկարողացա զսպեմ, ինձ որտեվ շատ ծանր էր վիճակը։ Իսկ ում եք դիմում դժվար իրավիճակներում։ Երեխաներից հետ եմ կիսվում, ամուսնուս հետ եմ կիսվում, ինչ կա սրտումս, ճիշտ ասած, ես չեմ կարող ասեմ, այս մի երեխայից ավելի շատ եմ սիրում կամ մեկին, բայց սրտումս ինչ կա, տղայիս եմ ասում։ Ինքը գիտի ամեն ինչ ես գիտեմ, ինչ ես իմ ամուսնուս և աղջիկներիս կարող եմ չասել, իրեն ասում եմ, տղայիս ասում եմ։ Ամենավստահելի անձը տղան է։ Չէ, բոլորն էլ վստահելի են, ուղղակի չգիտեմ, տենց է ստացվում իմ մոտ։ Ավագ սերունդը պետականամետ էր, մտածողությամբ շատ ավանդապաշտ ու նաև ազգային։ Այո։ Ինչ կարողացավ տալ ձեր սերունդը երիտասարդներին և ինչն այդպես էլ չհաջողվեց։ Գիտեք, ես շատ մտահոգված եմ, որ այսօր չկա կադրերի պատրաստում։ Մեր ժամանակ շատ, օրինակ, որ ես պիոներների տան տնօրեն էի, ես գիտեի, որ 3-րդ քարտուղարի կամ Սամուելի քարտուղարի ռեզերվում եմ։ Այսինքն, եթե 3-րդ քարտուղարը ինչ-որ մի միջոցառում, ինչ-որ մի բան, ես անպայման ներկա էի, ես պետք է տեսնեի, ինքը ինչ է անում, և քիչ կայանայի այդ հարցում։ Այնուհետև արդեն իրենք որոշեն, կարող եմ ես աշխատել, թե չէ։ Այսօր այդ բանը մի քիչ եմ տեսնում, բայց մեր կենտրոնում դեռ այդ սովետական միության այդ դրույթները ես պաշտպանում եմ, չգիտեմ մինչև երբ եմ կարողանալու այդ անեմ, բայց անում եմ, գիտեմ մեզ ունենք վաստակաշատ շատ լավ մանկավարժներ, ովքեր տարիքում են արդեն, իրենց ես մենք չենք հաշվում, որ իրենք պետք է գնան հանգստանալու, ասինքն, բայց ես ռեզերվ պատրաստում եմ իրենց համար կադրեր, այս սերունդի մեջ պետականը քիչ եմ տեսնում։
մեր սերունդը մի քիչ ավելի պետականամետ են։ Վերաբերմունքը դեպի պետության, օրինակ ես այդպես եմ եւ գիտեմ շատ շատերին, որ այդպես է մտածում։ Իսկ անձնապես ինչպես է կարողանում հաղթահարել այս ազգային այս մեծ ողբերգությունը եւ ինչ հավատով եք ապրում։ Ասեմ, որ ես կյանքում ընդհանրապես ես լավատես եմ եւ հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ այդ իմ հավատքս փոխանցում եմ մեր կոլեկտիվի անդամներին։ Ես չեմ թողում, որ մեր կոլեկտիվում, մեր կենտրոնում ինչ որ քննարկումներ լինի այդ հարցում։ Միշտ ասում եմ մեկա տանը դրանով զբաղվելու եք։ Այստեղ միայն եկել եք երեխաներն են, վերջ, զբաղվում եք երեխաների դաստիարակությամբ եւ իրենց ապագան եք կերտում։ Եվ մնացին մեր վերջին հարցերը, որոնք ուղղում ենք մեր բոլոր հյուրերին։ Որն է ամենահամարձակ քայլը, որ արել եք կյանքում։ Որ հաղթահարել եմ բոլոր դժվարությունները եւ այս շենքը, մեր կենտրոնի շենքը երեխաների համար ոնց ասեմ, այնպես ենք արել, որ նվիրեն մեզ այդ շենքը։ Արարք, որը չեք ներել ու չեք մոռացել։ Չեմ կարող ասեմ, որ որևէ մեկը ինչ որ մի վատ բան արել է, բայց ես կարողանում եմ ներել, հիշում եմ, բայց ներում եմ։ Շատ հեշտ։ Ում եք առավել շատ վստահում։ Ընտանիքիս։ Ինչից եք դժգոհ։ Այսօրվա իրադրությունից դժգոհ եմ։ Ձեր ամենամեծ թուլությունը։ Շատ եմ սիրում երեխաներին։ Ինչի համար եք պայքարում։ Որ ամեն ինչ լավ լինի։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, թե գոյություն ունի ճակատագիր։ Մեր ձեռքերում է ամեն ինչ, բայց ճակատագիր կա։ Ուղղակի դու պետք է ամեն ինչ անես, օգնես քո ճակատագրին։ Ինչպես կցանկանայիք, որ ձեզ հիշեն։ Մարդասեր, աշխատասեր, ներողամիտ։ Ոնց կամ։ Կարծում եմ կհիշեն այնպես, ինչպես ես կամ։ Եվ վերջին հարցը, հայաց կողքից ինքներդ ձեզ։ Մի քիչ խիստ եմ, բայց բարի։ Շնորհակալ ենք Տիկին Լյուդմիլա հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Տա Աստված, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես եղել է նախկինում։ Այսինքն, թող լինի խաղաղություն, թող լինի միասնություն, թող մեր երեխաները ժպտան։